Ընտրական գործընթացները ցանկացած երկրի ժողովրդավարության ողնաշարն են։ Եվ եթե այդ ընտրությունների, այդ քաղաքական կամպանիայի ժամանակ հասարակության քաղաքական ուժերի նկարտումները, ցանկությունները, ծրագրերը, ձայները չեն արձանագրվում, այդ կամպանիաները համարվում են ձախողված։ Եվ այդ կամպանիաների ընթացքում հիմնական խաղացող որպես բնականաբար քաղաքական ուժերն են, իշխանությունների լծակներով, բայց դրանց մեջ կա լուրջ խաղացող, դա կենտրոնական ընտրական հանձնաժողովն է։ Եվ շատ երկրներում կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուղղակի իսկապես վերդիկտ կայացնող, քաղաքական մթնոլորտի վրա ազդեցություն ունեցող, քաղաքական կուսակցությունների վրա այսպես լուրջ խաղացողի ազդեցություն ունեցող միավոր է։ Դուք երբեք չպայքարեցիք այդ միավորը դառնալու համար։ Ձեզ ասեմ, առաջ նույնիսկ դուք իրավունք ունեիք կեղծելու։ Հիմա դուք այդ իրավունքն էլ չունեք, բացատրեմ ինչու։ Մեր մոտ կեղծիքների դինամիկան եղել է այսպես։ Ժամանակագրական առումով կեղծիքները ավելի շատ տեղի էին ունենում հանձնաժողովներում։ Մասսայական ավելի շատ լինում էր հենց հանձնաժողովներում, քվեարկության ժամանակ, հաշվելու ժամանակ, արձանագրությունների ժամանակ, հետո մի փուլ սկսեց այդ կեղծիքները տեղափոխվել դեպի ավելի ընտրական հանձնաժողով, մարզային հանձնաժողովներ, կենտրոնական հանձնաժողովներ, երբ որ այդ փաստաթղթերը փոխվում էին տեղափոխվելու ժամանակ, կորում էին, փոխանակվում էին կամ գալիս էին կենտրոնական ընտրական հանձնաժողով, կեղծիքների իրավունք այդ ժամանակ տրված է ձեզ։ Հիմա եկել է մի նոր որակ, բացարձակ նոր որակ։ Սա լուրջ քննարկելու խնդիր է։ Կեղծիքները այլևս չեն կատարում հանձնաժողովներում, չեն կատարում այլևս մարզային կառույցներում, ընտրատարածքային, եւ առավելևս չեն կատարում ձեր մոտ։ Այն որ ես ասում եմ դուք այսօր զրկված եք կեղծիք անելու իրավունքից, դա նկատի ունեմ, որովհետեւ այսօրվա մշակված համակարգը եւ դա տեղի ունեցավ ավելի շատ հանրաքվեից հետո։ Հանրաքվեի տվյալները շատ կարևոր է, որ դուք այստեղ էլ խաղացող չկարողացաք դառնալ եւ որակը տեղափոխվեց ամբողջովին ուրիշ դար։ 597 տարբեր բողոքներ են եղել մամուլի, ԶԼՄ-ների, ՀԿ-ների, քաղաքական ուժերի, դիտորդների կողմից եւ դրանց նկատմամբ 80 գործ հարուցվեց, քրեական գործ, նրանցից 170-ը մենք ենք ներկայացրել։ Դրանցից ոչ մեկը, պարոն Մկուչյան, պարոն հանձնաժողովի նախագահներ, ոչ մեկը կամ այլ դեպք ձեր կողմից հետևողականություն, նախաձեռնողականություն, այդ գործերին հետևելու, պատիժները օրինական հասցնելու կամ ձեր նախաձեռնության որևէ դեպք էս 600-ից, որ դառնար քրեական գործ մարդը պատժվեր, չի եղել։ Ձեր կողմից չկա որևէ արձանագրված դատախազությունում գրավոր բողոք, որ դուք բողոքել եք անարդարության կեղծիքի համար։ Եվ իմ մեղադրանքները հենց այստեղից է գալիս, որ դուք գործնական առումով ոչինչ չեք արել ձեր ասած վստահությունը բարձրացնելու, հասարակության մոտ ձեր նկատմամբ հարգանք ունենալու, ձեր ընտրական process-ները արդար անցկացնելու իմիջի համար չկա այդպիսի բան։ Եվ ես դրա համար եմ ասում, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայաստանի ընտրական համակարգում այսօր գոյություն չունի, որպես խաղացող։ Չկա։ Իսկ հիմա առավել ևս։ Ուրեմն տեսեք ինչ է տեղի ունենում վերջին ընտրությունների ժամանակ։ Այնքան է մշակվել համակարգը, որ մարդու ազատ քվեարկելու իրավունքը խոչընդոտվում է ոչ թե ընտրական ընթացքում, այլ ընտրություններից առաջ։ Որովհետև չկա աշխարհում տրամաբանություն, երբ որևէ քաղաքական ուժ 18 տարի իշխանության է, այդ 18 տարիների ընթացքում իշխանությունը անհաջողությունների արձանագրման հեղինակն է, արտագաղթ, տնտեսական, ռազմական, դիվանագիտական, սոցիալական բոլոր բնագավառներում։ Մեր երկրի վիճակը այսպիսին է, եւ դրանից հետո քաղաքական, կուսակցական ընտրություններ են կազմակերպվում, ասենք Վանաձորում, Գյումրիում, քաղաքական, կուսակցական, ոչ թե անձերի ընտրություն, եւ քաղաքական իշխող կուսակցությունը ստանում է 40% ուժ, 40% ձայն, ասենք 10-11 քաղաքական ուժերի միջև։ Այսինքն գոնե այդ ձայները պետք է ինչ որ կերպ բաշխվեն, մեծ փոքր ուժեղ կարևոր չի, բայց 11-ի մեջ մի քաղաքական ուժը ստանա 40%,
մնացածները բոլոր են 10 միասին, չգիտեմ որքան տոկոս, դա տրամաբանությանը չի համապատասխանում։ Այստեղ դուք ասում եք մարդիկ գալիս են քվեարկում են ազատ, այդ իրավունքը ազատ քվեարկելու կամքի իրավունքը արդեն բռնաբարված է, մինչև քվեաթերթիկ հասնելը։ Սա է իմ նոր ասած նոր որակը։ Իսկ դա ակնհայտ երևում է։ Ինչ տեսանք մենք Վանաձորում, ինչ տեսանք Գյումրիում։ Կաշառքի որակն է չէ։ Անարժանապատիվ այսպիսի դրսևորումներ մարդ ամաչում է, որ դու այս երկրի քաղաքացին ես կամ տեսնում ես այդ ձևի բան, որ այդ ձևի են մարդուն նվաստացնում, բաղնիքում լողանալու տոմսեր, կոկակոլայի շշեր, ժամանակն անցած թեյի տուփեր, որ քաղաքացուն են տալիս, 1000 դրամանոց ակնոցներ, որ մարդիկ գնում են, վերցնում են ու հետո բերում են ինձ են տալիս այդ ակնոցներ, որ այսպես մեզ նվաստացնում են։ Այս ամենը մասսայական է, այդ հիմնադրամներ ստեղծելը։ Դպրոցներում ձեզ հայտարարում են, մարդկանց անձնագրերը հավաքում են, պետական հիմնարկները մասսայական քաղաքացուն ահաբեկում են, վախացնում են, մասսայական։ Այսինքն այդ բանը կազմում է մասսայական մինչև ընտրությունը եւ գալիս է այս մարդիկ խեղճացած, վախեցած, հազարու մի մեթոդ կա, ինձնից լավ գիտեք, գրիչների, գույների, իբր նկարահանում են, իբր ստուգում են, իբր կարուսել, հազարու մի ձև կա եւ մենք այս խնդիրը պետքա փորձենք լուծել, թե չէ։ Այսինքն մեր երկրում ստեղծվել է ընտրության միջոցով բացառելը իշխանության փոփոխությունը։ Ինչքան ուզում ենք հիմա ընտրություն անենք, արդեն ոչ մենք, ոչ դուք, այս խաղում չկանք։ Հնարավոր չի, սիրելի ժողովուրդ, հնարավոր չի, որ քաղաքական իշխող ուժը 40-50% ստանա իր 20-րդ տարում, հնարավոր չի, դա օրինաչափ չի, ես ոչ թե ասում եմ դուք վատն եք, շատ վատն եք, հանցագործ եք, ես ընդհանրապես ասում եմ, դա օրինաչափ չի կարող այսպես լինել։ Ես հիմա չգիտեմ, դուք իհարկե այս խնդիրը չեք էլ կարող լուծել, բայց ես չեմ կարող չարտահայտել ընտրական համակարգում այն իրավիճակը, որի մեջ մենք հայտնվել ենք։ Սա քաղաքական խնդիր է իհարկե, սա լուրջ քաղաքական խնդիր է, բայց սրա արդյունքում մեր երկիրը կործանվում է, որովհետև մի երկրում որտեղ չկա ընտրության իրավունք, չկա ազատ կամքի արտահայտության իրավունք, չկա քվեաթերթիկի որպես երկրի ճակատագիր որոշող գործիք, այդ երկիրը կործանվում է։ Ինչքան կարելի է այսպես գրավորական, հա դուք ասում եք օրենքը, հա բայց մի քայլ արեք, էլի մի նախաձեռնություն արեք։ Նույնը ձեզ են վերա, ինչքան կարելի աչք փակել, որ այսպեսի համակարգում է մեր երկիրը, կործանվում ենք ախր, չկա ազատ խոսք, չկա ազատ իրավունք, մարդկանց այսքան կաշկանդել, հանդիպում ենք բոլորին, սա իրականությունն է, մարդիկ փոփոխություն են ուզում, նորմալ է, դու տարածք ես տալիս, իշխանությունը պիտի փոխվի, մարդ արտագաղթում է 100,000 իշխանությունը պիտի փոխվի, եւ սա նորմալ է, կարող է ես լինեի, էլի փոփոխության կարիք պետք է լիներ, բայց սա չի Եվ այսինքն հասարակությունը կոնսենսուսային փոփոխության կարիք ունի ու հասարակությունը այնքան դերասան է, որ գալիս է քվեարկում այդ քաղաքական ուժի, այս աբսուրդ է, չէ։ Ես ձեզ չեմ ասում, ես ասում եմ այս քաղաքական իրավիճակին, դուք մաս եք, եթե անգամ մաս եք, հիմա այդ մասն էլ չեք։ Այսպես չի կարելի, այսպես երկիր չի կարելի պահել, քաղաքական ուժ։ Ղեկավարություն, իշխանություններ, կուսակցություններ, կպրծնի, քվեարկող էլ չի լինի, հետո քվեարկող չունենք արդեն։ Վանաձորում մարդու լաց է գալիս, մտնում ես են դոմիկները, 25 տարի մարդիկ զուգարան չունեն, բայց գալիս են հանրապետական են քվեարկում, որտեվ անձնագրի մեջ 5000 դրամը դրած է, այնքան խելքներ չի ասում, 5000 դրամը մեջը գալիս է բացում է քվեարկում է։ Նվաստացրել ենք այս ժողովրդին, դարձել ենք չգիտեմ ինչ։ Շնորհակալություն։ Պարոն Փաշինյան, համեցեք նախապատրաստվի Միքայել Մելքումյանը, պարզապես հիշեցման կարգով միայն հանրապետական չեն քվեարկել, Վանաձորում այլ կուսակցությունների համար են քվեարկել։ Պարոն Փաշինյան, համեցեք։